Բարի երեկո տիկնակ և պարոնայք, կիրակնորյա մեր պատմություններից մի քանիսի մասին նախ համարոտ։ Նախատոնականն ու նախընտրականը Հայաստանում։ Բայց առատեսցն մի նոր զգայարան ինձ հուշեց։ Դառնալու եմ Հայաստանի Հանրապետության 4-րդ պրեզիդենտը։ Ով կարող է ավելի լավ տեր լինել, քան տոնակառուցողը։ Ուրիշով, եթե ոչ ես։ Ով ինչու է ուզում հայտնվել Բաղրամյան 26-ում։ 20 կարևոր իրադարձություն, որ հիշարժան դարձրին 2012-ը Հայաստանի և ամբողջ աշխարհի համար։ Տարվա ամենաբախտորոշ ժամերը ըստ ժամը լրատվականի։ Ինչ կարելի է նվիրել և ինչ չի կարելի։ Ամանորի ամենաօրիգինալ նվերները, թռիչքներ խոստացող սողունից մինչև երգող գլխարկներ։ Ինչպես շահել տարվա խորհրդանիշ օձի համակրանքը առաջին իսկ պահից, տոնական նորաձևության օձահաճո միտումները։ Խոշոր զարդերն են շատ նորաձև, վզի հատվածում, դա կլինի փակ շորի դեպքում էլի շատ գեղեցիկ են նայում, բացվածքների դեպքում նույնպես, բայց խոշոր։ Նախաշաբաթն ու տարին ամփոփելը օրվա լուրերից, պետության երկրորդ և երրորդ դեմքերն այսօր առաջին գծում էին։ Ազգային ժողովի նախագահը երասխում էր, վարչապետը Վանաձորում։ Հայկական ամանորի ամենակարևոր հայրենիքի խաղաղության բարեմաղթանքը նրանք հնչեցրել են խաղաղությունը զենքով պաշտպանող զինվորների կողքին։ Այս տարի առաջին անգամ են խորհրդարանի ու կառավարության ղեկավարները ամանորի նախօրյակին մարտական դիրքեր բարձրացել։ Տարեմուտի հանդիսությունից ժամեր առաջ սահմանապահներին անձամբ շնորհավորելու ավանդույթի հեղինակը նախագահ Սերժ Սարգսյանն է, բայց նա սովորաբար դեկտեմբերի 31-ին է այցելում մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին։ Նախագահի հրահանգով այսօր պարլամենտականները, կառավարության անդամները գտնվում են սահմանամերձ գոտիներում, այցելում են մեր զինվորներին, շնորհավորում են իրենց գալիք ամանորը, Սուրբ Ծնունդը, եւ սա վերաբերմունք է մեր զինվորների, մեր սպաների նկատմամբ, եւ մենք պարտավոր ենք լինել իրենց կողքին, աջակցել իրենց, եւ ես գտնում որ այսօր մեր երկրի անվտանգության հարցը գտնվում է ամուր ձեռքերում, երկրի նախագահի ուշադրության կենտրոնում է։ Ես ձեզանից մեկն եմ։ Ես ձեզ կիսում եմ ձեր բոլոր խնդիրները, ձեր բոլոր պրոբլեմները, ձեր ուրախությունը եւ ուզում եմ որ իմանալ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ամեն օր իր աշխատանքը սկսելիս քաշ դարձնում է, որ մեր ինքնուրույն ամուր է, որ մենք համարձակ կարող ենք վարել ցանկացած միջազգային ասպարեզում մեր բանակցությունները, գիտակցելով, որ ունենք ձեր նման երիտասարդներ։ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը 2012-ը համարում է հանդուրժողականության տարի և հույս հայտնում, որ 2013-ին խոհեմությունն ու հեռատեսությունը կօգնեն շարունակել պետության խաղաղ զարգացման ուղին։ Լսենք հատված խորհրդարանի ղեկավարի շնորհավորական ուղերձից։ Անցնող տարի ոչ միայն ընտրական, այլև նախընտրական էր։ 2013 թվականի փետրվարի 18-ին մեր երկրում տեղի են ունենալու հերթական նախագահական ընտրությունները, որոնք հնարավորություն են իմաստությամբ, խոհեմությամբ ու հեռատեսությամբ շարունակելու կայուն ու խաղաղ զարգացման նախանշված ուղին։ Մենք կարողացանք միասին դա անել 2012 թվականին, համոզված եմ կարող ենք անել նաև 2013-ին, քանզի բոլորս ենք մտահոգ մեր երկրի ճակատագրով, բոլորս ենք շահագրգիռ ապագայում ավելի հզոր և բարեկեցիկ Հայաստան ունենալով։ Շնորհավորելով գալիք ամանորը և Սուրբ Ծննդյան տոները, բոլորիդ մաղթում եմ առողջություն, հաջողություն ու լավատեսություն։ Թող 2013 թվականը ավելի համախմբի մեզ ու յուրաքանչյուր ընտանիքի բարեկեցություն, սեր և խաղաղություն բերի։ Հայաստանում նախատոնականին խառնվել է նախընտրականը։
Նրանք նախագահական մրցավազքին մասնակցելու հայտ ներկայացրածները այս պահին արդեն 12-ն են։ Այսօր եւս 2 հոգի իրենց փաստաթղթերը տարել են կենտրոնական ընտրական հանձնաժողով։ 48-ամյա կարատեիստ Տարոն Աբրահամյանը եւ Քաշաթաղ կազմակերպության նախագահ 55-ամյա Ռոբերտ Սիմոնյանը։ Ով ինչ համոզմունքներով է պայքարի դուրս գալիս նախագահի աթոռի համար։ Հավակնորդներից մի քանիսը անկեղծացել են Սորինե Միքայելյանի հետ։ Հանրակացարանի 4 քառակուսի մետրանոց այս սենյակն արդեն 2 ամիս է Մարտիկ Սարգսյանի աշխատավայրն ու կացարանն է։ Ընտանիքը Սուրենավան գյուղում է, ինքը Երևանում պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին։ Ազատամարտիկ է, մահապարտների ջոկատում է կռվել։ Մի քանի տարի առաջ վերահրատարակել է հայկական առաջին պարբերականը, հիմա ազդարարի գլխավոր խմբագիրն է։ 3 անգամ Արտաշատի ավականու անդամ է եղել։ Խոստովանում է, թեև քաղաքականությունից հեռու չէ, բայց նախագահ դառնալու մասին միտք չի ունեցել։ Մի օր էլ լսել է ներքին ձայնն ու ձայների համար պայքարի ելել։ Կարծես պայծառատեսությամբ մի նոր զգայարան ինձ հուշեց համակարգ փոխել, երկիր վերափոխել, երկիր լավացնել, երկիր բարելավել։ Եվ հենց ես իմ խմբագրության անդամներին ընկերներիս ասի, ես գնում եմ ասուլիս անելու եւ նախագահական տեխնացիոն տնելու։ Շեկո, այստեղ։ Արդեն ցուրտ է, բայց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ամառանոցում է ընտանի կենդանիների հետ։ Շուտով նրանց համար ժամանակ քիչ կունենա, ընտրապայքարի է պատրաստվում։ Հայրիկյանը 3-րդ անգամ է առաջադրվելու, ուզում է սահմանադրական բարեփոխումների սկսած գործը շարունակել։ Նա անկախության պայքարի առաջին գծում է եղել։ Ես եմ, որ սկսել եմ այս տան կառուցումը եւ ով կարող է ավելի լավ տան տեր լինել, քան տոնը կառուցողը, որը գիտի բոլոր նրբերանգները։ Հայաստանը դարձնելու է այնպիսի երկիր, որտեղ քաղաքացիները նախագահի ներկայությունն անգամ չզգան։ Ընտրությունների օրը փետրվարի 18-ը Հայրիկյանի համար հիշարժան է։ 1921-ին Երևանը բոլշևիկներից ազատագրվեց այդ օրը եւ ԱԻՄ-ն էլ այն մտցրեց իր օրացույց անդամագրվողների հանդիսավոր երթման օրն է։ Փետրվարի 18-ը հիշարժան է նաև էպոսագետ Վարդան Սեթրակյանի համար։ Այդ օրը նրա առաջին որդին է ծնվել։ Հիմա էլ որոշել է մհերին ագրավաքարից հանել ու էպոսի վարք ու բարքով կարգուկանոն հաստատել։ Մասնագիտությամբ ճարտարապետ շինարար է։ Դեռ ուսանողական տարիներին շարժման 88-ին էր կանխատեսել հաղթական փետրվարի 18։ Իմ համակուրսեցիներին, իմ ուսանողական դասընկերներին այն ժամանակ ասացի, որ այս ամենը ավարտվելու է Հայաստանի անկախանալով, ընդհանրապես խորհրդային միությունը փլուզվելու է եւ ես դառնալու եմ Հայաստանի Հանրապետության 4-րդ պրեզիդենտը։ Սեթրակյանը կարծում է, որ կստանա քաղաքացիների 81%-ի քվեն, թեկուզ այն պատճառով, որ երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, որևէ կուսակցության չի անդամակցել, պետական պաշտոն չի զբաղեցրել։ Այդ ամենը Հրանտ Բագրատյանի կենսագրությունում է։ Նախկին վարչապետը հպարտ է իր քաղաքական անցյալով, ասում է աշխատել է բարեխիղճ, կարողացել է կանգնեցնել տնտեսական անկումը, նախագահ դառնալու մասին որոշումն աշնանն է կայացրել։ Ուրիշով, եթե ոչ ես համարվում եմ հայկական տնտեսական բարեփոխումների հայրը։ Ես գտնում եմ, որ դրանից հետո ինչ-որ բան արվել է, բայց այնպես չի արվել։ Ես գտնում եմ, որ ինձանից լավ ոչ ոք չգիտի ինչպես պետք է վարվել երկրի հետագա զարգացման խնդիրները լուծելիս։ Պարլամենտական համակարգ, համամասնական ընտրություններ, պատգամավորների թիվի խստիվ կրճատում, երկպարլատանի համակարգ։ Այսպիսի բարեփոխումներ է խոստանում Հովիկ Աղազարյանը, ավագ սերունդը նրան գուցե հիշի, 90-ից 95 թվականներին Գերագույն խորհրդի պատգամավոր էր, մինչև 99-ը Հույդա բյուրոյի անդամ է եղել, հետո հեռացվել է, ասում է կարգապահական դրույթ էր խախտել, 13 տարի դադար է առել ու վերադարձել քաղաքականություն։ Հիմա եկել է այդ պահը, որ ես գտնում եմ, որ կարող եմ ներկայանալ եւ օգտակար լինել այն խնդիրների լուծման իմաստով, որոնք ծառացել են մեր երկրի առաջ։ Երկրին ծառայելու կարգախոսով է ընտրություններին պատրաստվում Ռաֆի Հովհաննիսյանը։ Նախկին արտգործնախարարը առաջին անգամ է նախագահի թեկնածու առաջադրվում։ Վերջապես քաղաքացիության ժամկետը թույլ տվեց։ Մինչ այդ խորհրդարանում պայքարում էր մարդու իրավունքների ու ժողովրդավարության համար։ Հիմա կարծում է ժամանակն է, որ պայքարն ավելի մեծ հարթություն տեղափոխվի։ Ես ազատ եմ, անկախ եմ, ամբողջովին նվիրված եմ եւ հաշվետու եմ հայ ժողովրդի եւ Հայաստանի քաղաքացու առջև եւ որովհետեւ ինձ համար ոչ աթոռը, ոչ էլ իշխանությունը, ոչ էլ հարստությունը ծառայելու նպատակ չէ։ Ընտրություններին 40 օր է մնացել։ Թեկնածուները 27 օր ժամանակ ունեն կողմնորոշելու ընտրողներին։ Ոմանց անցած ուղին, մյուսների ծրագրային քաղաքականությունն ու հետագայի քայլերը, թե ինչը կլինի որոշիչ երկրի գլխավոր պաշտոնի համար, կորոշի Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Սորինե Միքայելյան, Հայարփի Միքայելյան, Միլենա Պողոսովա, Նորայ Շարբաթյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։
Օրվա ու շաբաթվա անցուդարձից այսքանը, իսկ հիմա հիշենք անցնող տարվա մեր ուրախության, տխրության ու նաև զայրույթի ժամերը։ 2012-ի խոշոր իրադարձությունները, խորհրդարանի ընտրությունից մինչև Սաֆարովյան խայտառակ պատմություն ու շախմատային մեծ հաղթանակ Արկադի Գրիգորյանի թեժ տասնյակում։ 2012-ի քաղաքական իրադարձությունների վարկանշային աղյուսակի անվիճելի առաջատարը խորհրդարանական ընտրություններն էին։ Հանրապետական ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ստացավ 131 տեղից 70-ը։ Միջազգային դիտորդներն այս ընտրությունները լավագույնը համարեցին անկախ Հայաստանի պատմության մեջ։ Առողջապահական, դատաիրավական, պաշտպանական եւ հարկային կառույցներ, որոնց աշխատանքից ամենաշատն են դժգոհում քաղաքացիները։ Պետության ղեկավարը այս ոլորտների պատասխանատուների հետ մի շարք խորհրդակցություններ անցկացրեց, հնչեցին կոշտ ու խիստ գնահատականներ, եղան կոնկրետ հանձնարարականներ։ Նախագահը պահանջեց պատժել պետությունից գողացող պաշտոնյային, բժշկի մասնագիտական արժանապատվությունը ոտնահարող բժշկին, հանցագործությունը պարտակող կամ անմեղի վրա բարդող դատավորին ու դատախազին։ Տարին աչքի ընկավ աղմկահարույց դատավարություններով։ 6 տարվա ազատազրկման դատապարտվեց ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը բենզինի յուրացման եւ պետությանը առանձնապես խոշոր չափերի վնասի համար։ Պաշտոնական պարտականությունները չկատարելու անձնական շահը ծառայողականին գերադասելու համար 3 տարվա ազատազրկման դատապարտվեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը։ Մինչ Եվրագոտում խոշորները փրկում էին համեմատաբար փոքրերին, Հայաստանը պահպանեց մակրոտնտեսական կայունությունը։ Տնտեսական աճը մոտ 7%, ամենաբարձրերից էր, գնաճը շուրջ 4%, ամենացածրերից էր տարածաշրջանում։ Տնտեսական մեգա նախագծերից մեկնարկեց հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ Մեղրի հեկի շինարարությունը։ Երկրի վարկանիշը Doing Business 2013-ում նախորդ տարվա համեմատ բարձրացավ միանգամից 18 կետով։ Հայաստանի 32-րդ տեղը լավագույնն է ԱՊՀ-ում եւ մեր պատմության ընթացքում։ Տարին ամենաեվրոպականն էր Հայաստանի պատմության մեջ, բարձրաստիճան փոխայցեր, կարևորագույն բանակցություններ։ Նախագահ Սարգսյանը Բրյուսելում ու Երևանում հանդիպեց Եվրամիության բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների հետ։ Ստորագրվեց վիզային ռեժիմի ջուրացման համաձայնագիրը։ Ասոցացման բանակցությունները կավարտվեն մինչև 2013-ի աշուն։ Եթե տեմպերը պահպանվեն, առաջիկա 2-3 տարում կկնքվի Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագիրը։ Դեպի Եվրոպա ճանապարհը լայնացավ տարեսկզբին։ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու Ժառանգությունը դարձան Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ։ Տարեվերջին Երևանը հյուրընկալեց ԵԺԿ Արևելյան գործընկերության գագաթաժողովը։ Եվրամիության ազդեցիկ անդամ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին ընդունեց հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Փետրվարի վերջին սակայն Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդն օրինագիծը հակասահմանադրական համարեց։ Նախագահ Ֆրանսուଆ Օլանդի վարչակազմը քննարկում է նորացված օրինագծի խորհրդարան վերադարձնելու հնարավորությունները։ Թեման չշրջանցվեց Սերժ Սարգսյանի Ֆրանսիա պաշտոնական այցի ժամանակ։ Օգոստոսի վերջին զայրույթի միջազգային ալիք բարձրացրին Հունգարիան ու Ադրբեջանը։ Առաջինը արտահանձնեց մարդասպանին, երկրորդն անմիջապես արդարացրեց ու հերոսացրեց։ Երևանում ու աշխարհի տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ տեղի ունեցան։ Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։ Բուդապեշտի եւ Բաքվի միջազգային հեղինակությունը մոտեցավ 0-ի։ Ղարաբաղյան բանակցային գործընթացը հայտնվեց ձախողման եզրին։ Երևանը 2012-ին գրքի համաշխարհային մայրաքաղաքն էր։ Բացման արարողությանը ազատության հրապարակում էր աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին։ Հայտնիների պակաս չզգացվեց ամբողջ տարին։ 80-ամյակը այստեղ նշեց Միշել Լեգրանը։ Ֆիլմի պրեմիերայով ժամանեց Ալեն Դելոնը։ Մշակութային տարին, ցավոք, նաև կորուստներ ունեցավ։ Վախճանվեցին կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը։ Տարին հաղթական էր մարզական իմաստով։ Շախմատի տղամարդկանց հավաքականը Ստամբուլում հերթական հրաշք գործեց։ Շախմատային Օլիմպոսը էլի մերն է։ Մեզ հետ սկսեցին դուքով խոսել նաև ֆուտբոլային աշխարհում։ Համաշխարհային մարզական մամուլն ու մասնագետները Հենրիխ Մխիթարյանին եվրոպական աստղերի շարքին են դասում։ Արկադի Գրիգորյան, ժամլրատվական։ 2012-ին ինչ տեղի ունեցավ աշխարհում, այս տարի բացի այն, որ աշխարհի վերջ տեղի չունեցավ։ Անվերջ աշխարհի վերջին 1 տարին ամփոփել է Լիաննա Հակոբյանը։
2012-ն առանձնացավ աշխարհի տարբեր երկրներում նախագահական ընտրություններով։ Ռուսաստանում օրինակ նախագահն ու վարչապետը կրկին փոխեցին տեղերը, իսկ Ֆրանսիայում լիբերալ պահպանողականները Ելիսեյան պալատն առայժմ 4 տարով զիջեցին սոցիալիստներին։ Սարկոզիին փոխարինեց Օլանդը։ Տարվա ամենաերկարատև ընտրարշավը ինտրիգային ավարտ չունեցավ։ Սպիտակ տան տերը չփոխվեց։ Բարակ Օբաման կրկին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն է։ Նախորդ տարին առանձնացավ նաև դատական աղմկահարույց գործերով։ Ամիսներ շարունակ աշխարհը հետևեց Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսկանի նյույորքյան հյուրանոցի սպասուհու բռնաբարության գործին, որն ի վերջո ավարտվեց կողմերի փոխհամաձայնությամբ։ Ստրոսկանը սպասուհուն կլորիկ գումար վճարեց։ 69 մարդու գնդակահարած նորվեգացի հրաձիգի Անդերս Բրեյվիկի դատավճռին սպասեցին մոտ 1 տարի։ Նա ջաղերի հետևում կմնա 2 տասնամյակից քիչ ավելի։ Զանգվածային լրատվամիջոցների հատուկ ուշադրության կենտրոնում էին հրաձիգները։ 23-ամյա Մոհամեդ Մերան Թուլուզի հրեական դպրոցում գնդակահարեց 7 մարդու, այդ թվում 3 երեխայի։ Ավելի ուշ ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ Մերան սպանվեց։ Այս դեպքից ընդամենը 3 ամիս անց ամերիկյան Կոլորադո նահանգում 23-ամյա Ջեյմս Հոմսը Ավրորա քաղաքի կինոթատրոնում կրակ էր բացել սպանելով 12 մարդու, սակայն ամենադաժանը դեկտեմբերյան ողբերգությունն էր Քոնեկտիկուտի Սենդի Հուկ տարրական դպրոցում։ 20-ամյա Ադամ Լանցան գնդակահարեց 20 երեխայի ու 6 մեծահասակի։ Դա ծանր հարված էր նախագահի պաշտոնը նոր ստանձնած Օբամայի համար, որը ցավակցելիս անգամ արտասվեց։ 2012-ին շարունակվեց դեռևս նախորդ տարի սկիզբ առած արաբական գարունը, հատկապես սրվեց Եգիպտոսի ու Սիրիայի իրավիճակը։ Երկու երկրում էլ քաղաքացիական հասարակությունը պառակտված է կառավարությանը կողմ ու դեմ արտահայտվողների։ ՄԱԿ-ը հրապարակեց նոր տվյալներ։ Սիրիայում, որտեղ հակամարտությունը վերածվել է քաղաքացիական պատերազմի, 2011-ի մարտից բռնության զոհ է դարձել 40,000 մարդ։ Տարվա ամենացնցող իրադարձությունը, որն առաջին անգամ միավորեց երկիր մոլորակի բոլոր մարդկանց, աշխարհի վերջի մասին մայաների գուշակությունն էր։ Ուրախություն բոլորիս այնտեղի չունեցավ։ Օպան Gangnam Style։ Լիանա Հակոբյան, ժամը լրատվական։ Ինչ նվիրել ամանորին, այս հարցը քիչ է մնում փչացնի վերջին պահին գնումների դուրս եկած մարդկանց ամանորյա տրամադրությունը։ Նրանց օգնության է հասնում Իզաբելա Հովանիսյանը իր ռեպորտաժով։ Հարազատների ու մտերիմների համար նվեր ընտրելը լավ զբաղմունք է, սակայն ինչ նվիրել, որ այն ստացողի սրտով լինի։ Հագուստ, հուշանվեր, խաղալիք, տեխնիկա, ամանորյա նվերների ցանկը գրեթե անփոփոխ է։ Ամենասպառվողը գալիք տարվա խորհրդանիշն է՝ օձը։ Լավ են վաճառվում նաև հրեշտակների արձանիկները։ Հիմնականում երեխաներին խաղալիքներ, քաղցրավենիք։ Ընկերներին հա սուվենիրներ, տարվա կենդանու հետ կապված ինչ-որ բաներ եւ զարդեր։ Ես չեմ գնում ընդհանրապես, իմ տղաս իր կնոջ հետ է գնում այդ նվերները, ես չեմ խառնվում։ Ես դա ավելի շատ թողնում եմ իրար ցանկության վրա, ինձ հարցնում եմ երեխեքին։ Ի տարբերություն Երևանի, Վիեննայում ամենաակտիվ վաճառքը կատարվում է ոսկերչական եւ խաղալիքների խանութներում։ Ավստրիայի մայրաքաղաքում ամենահարգին գիրք նվիրելն է, իսկ Միացյալ Նահանգներում 6-ից 12 տարեկանների գրեթե կեսի համար ամենացանկալի նվերը iPad-ն է։ Իհարկե կան ինչպես ցանկալի, այնպես էլ ոչ ցանկալի նվերներ։ Շատ կանայք անցանկալի նվեր են համարում խոհանոցային տեխնիկան, որի մասին չեն խնդրել։ Բավականին վտանգավոր նվեր է հագուստը, եթե մեծ լինի, կարող են վիրավորվել։ Շրջանակի մեջ դրված ձեր լուսանկարը կարող է որպես եսասիրություն ընկալվել։ Քաշի կորստին նպաստող իրեր, կոսմետիկա, հատկապես կնճիռների դեմ քսուկ նվիրել չի խրախուսվում։ Դուխի կամ ինչ-որ տենց բան չեմ ուզենա հաստատ։ Չեմ սիրում արձան այդ տիպի բաներ։ Այս յուրահատուկ գլխարկը աշխարհում ամենաշատ վաճառվող նվերն է եւ կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ Այս տարվա օրիգինալ մեր նվերը դա գլխարկն է, որը պարում է, երգում է, խոսում է։ Եթե ընկերների համար դեռևս նվեր չեք ընտրել, կարող եք ինքներդ պատրաստել։ Որպես կանոն ձեռքի աշխատանքն ավելի թանկ նվեր է, եթե իհարկե ստացողը գնահատում է։ Այս օրիգինալ նվերի համար օրինակ անհրաժեշտ են թափանցիկ բաժակ, գործվածքի կտոր եւ մոմ։ Կարող է լինել ժակետի թևից, կարող է լինել գուլպայից եւ դա անցկացնում ենք բաժակի վրա։ Վերցնում ենք գոտին եւ հարմարեցնում ենք բաժակի վրա։ Այն կարող է զարդարել նաև տոնական սեղանը։
Սա ուզում ենք նվիրել ձեզ, հանկանալ, որ գեղեցիկը իր հետ միշտ բարին բերի։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հայրփի Միքայելյան, ժամը լրատվական։ Շտապ ավարտին հասցնել տոնական նախապատրաստությունը ու կարգի բերել ձեզ, ասում են 2013-ի խորհրդանիշ Սև ջրայինոցը իրար անցում չի սիրում։ Նրան դուրս չի գա, եթե վերջին պահին վազեք խանութ կամ վարսավիրանոց։ Ինչպես շահել օձի համակրանքը, ամանորյա նորաձևության օձահաճո միտումները Օֆելիա Կամավոսյանի ռեպորտաժում։ Փայլ ու շող, ճոխություն ու շքեղություն, տարվա տիրակալին դուր գալու համար հարկ է առանձնահատուկ հագնվել։ 2013-ին փոփոխությունն ու նորարարությունը պետք է շատ լինեն։ Մոդելավորող Դիանա Շատվերյանն ասում է, մոդայի կենսևն ու շագանակագույնը բոլոր երանգներով։ Շագանակագույնի մեջ ինդիգո կապույտը, ոսկեգույնը արծաթը եւ իհարկե օձի պրինտը, ինչը որ խորհրդանշում է հենց օձի տարին։ Խոշոր զարդերն են շատ նորաձև, վզի հատվածում, դա կլինի փակ շորի դեպքում էլի շատ գեղեցիկ են նայում, բացվածքների դեպքում նույնպես, բայց խոշոր, գունեղ։ Օձը բաց տարածք չի սիրում, ավելի լավ է տարին դիմավորել տանը։ Օձին հաճոյանալու համար հարկ է նրա ճաշակով զարդարել նաև տունն ու տոնածառը։ Կարելի է եղևնու խաղալիք օձ փաթաթել, տոնական լույսերը կախել վերից վար։ Օձի խորհրդանիշը նաև կրակն է, ցանկալի է կեսգիշերին մոմեր վառել։ Այս տարի օրինակ տենց ընդունված է, որ տոնածառի խաղալիքները եւ առհասարակ տան զարդարանքը պետք է լինի ոսկեգույն, արծաթագույն եւ սպիտակ գույների մեջ, այսինքն օձի գույներն են սրանք, ջրային օձի գույներն են։ Ու թեև նորաձևության միտումներին դիզայներ Նուրը քաջատեղյակ է, բայց խորհուրդ է տալիս զարդարել եւ զարդարվել հոգեհարազատ գույներով, հաշվի առնելով տան ոճը, կահույքն ու սպասքը։ Աշխատեք բնական լինել այդքանը, փորձեք առանձնանալ, եթե ամեն մեկը փորձի առանձնանա, դա կլինի հետաքրքիր։ Արվեստագետի խորհուրդն է ստեղծագործել նաև ուտեստները զարդարելիս։ Դիզայները տանը նաև ուտելիքն են տոնածառով մատուցում։ Պատրաստել եմ այսպես կարկասներ, մետաղային կարկասներ, տոնածառի կոնին տեսքով եւ ամեն ինչը ինչ որ սեղանին դրվում է մեզ մոտ, հա, դա միրգ օրինակ կամ կոնֆետները կամ խմորեղենները այդ կարկասների վրա դառնում են տարբեր բոյերի, տարբեր չափերի 3 տոնածառ են դառնում։ Օձը նորարարությունների սիրահար է, ինչքան յուրահատուկ լինի տոնածառը, այնքան լավ։ Կրեատիվ տոնածառի նյութերը կարող են ծայրահեղ տարբեր լինել, փայլփլուն կտորից մինչև անձեռոցիկ ու անգամ մակարոն։ Սա քաղաքի գեղեցիկ ու ստեղծագործ տոնածառերից է։ Հեղինակը մտածել է ցերեկը Երևան միայն կարմիր մեծ ժապավենները, գիշերային լույսով դրանք կդառնան դասական սև փնջեր։ Այս մոդեռն տոնածառը մեզ է ոգեշնչում, այն զարդարում է Արմենիա հեռուստաընկերության բակը։ Օֆելիա Կամավոսյան, Գևորգ Մանուկյան, Արթուր Հունանյան, Վահա Եղիազարյան, Ամանորյա ժամը լրատվական։ Սա կիրակնորյա ժամի վերջին թողարկումն էր այս տարի ձեզ բոլորիդ մաղթում եմ ուրախության անմոռանալի ժամեր նոր 2013 թվականին։ Շնորհավոր նոր տարի եւ սուրբ ծնունդ։ Ցտեսություն։